Արսան պահի։ Առաջ կգաք, չէ, դեպի այդ Խաղարկությանը փորձելով մասնակցելու արդյունքում դարձել եմ զոհ։ Ինչպես եք տուժել, ես ուզում Եվ անձնական գումարի հափշտակում է եղել եւ իմ անունով վարկա ձևակերպել անօրեն։ Եկեք ընդհանուր ասեմ, եթե ամբողջական այդ տույժը ձևակերպենք 700 քանի հազար տենց գալիս է։ Ինչ խաղարկության եք մասնակցել, ես չեմ։ Ուղղակի տենց ինչ-որ գովազդ էր ID բանկի կողմից անունից էր այդպես, որ թեստը անցնելու դեպքում գումարի շահումա լինելու, այդպես էլ այդ թեստը չանցավ, որովհետև դա խարդախություն էր, արդյունքում զեղծարարները հասանելիություն ունենալով իմ ID բանկի հավելվածին։ Իսկ բանկից որևէ բարձրաբանում հայտնվել են, ինչպես է ստացվել, որ կարողացել են հասկացած, կոտրել են կամ հաշիվների հասանելիություն են ունեցել, բայց on-line ստորագրություն կամ ինչպես են ձևակերպել։ Զգուշացնող ինչ-որ, դա միայն հիմնավորվում է, որ զգուշացնող նամակ եկել է ու երբ որ քաղաքացին ինչ-որ թվեր է հավաքում, այդ արդեն հաստատում է ու դա հիմք է հանդիսանում, որ իրանք կարող են տրամադրել, այսինքն դրանից ելնելով իրանք համոզվում են, որ հակառակ կողմում իրոք քաղաքացին է, այդ տերն է, այո, քարտապանն է, բայց դա ես չեմ ասում, մասնագետներն են ասում, որ միայն դա բավարար չի, միայն կոդ ուղարկելը դա բավարար չի, մանավանդ 21-րդ դարում մենք տեսնում ենք ինչքան հնարավոր է շատ հեշտ մարդուն խաբեության մատնել ու այդ մի կոդ ուղարկելը շատ քիչ է։ Վարչական վարույթ է բացվել, սակայն միևնույն է բանկի համար դա էլ հիմք չի հանդիսանում, որպեսզի թեկուզ ժամանակավոր, չնայած ես միևնույն է ինձ չեմ համարում այդ վարկի տերը, որովհետև ես այդ գումարը չեմ ստացել, ոչ ստացել եմ, ոչ օգտագործել եմ։ Ու բանկը այնուամենայնիվ այդ վարկը համարում է, որ իմն է ու ես պետք է վճարեմ։ Մելքոնյան Ամալիա։ Մելքոնյան Ամալիա։ Վճարել եք։ Ցավոք վճարել եմ, որովհետև այսքան ծանոթ չէի այս ահռելի չափերին, մեծ մասշտաբի մարդկանց տուժածների, բայց հասկացա, որ դա խնդիրը իմը չէ միայն։ Կառավարության դիմաց այսօր ինչ եք պահանջում, էլի Աջակցությունը։ Դիմաց պահանջում ենք համակարգային լուծումներ, որովհետև անընդհատ այս քաղաքացիները